Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, 1 տարի է անցել Վաշինգտոնյան հռչակագրից։ Ես հիշեցնեմ, որ սա այն փաստաթուղթն էր, որը ստորագրվել է 2025 թվականին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ 1 տարի անց, եթե գնահատենք, այն ավելի դրական թե բացասական երանգներով է ազդեցություն ունեցել եւ Հայաստանի եւ նաեւ միգուցե տարածաշրջանի վրա։ Էականորեն փոխել է միջավայրը, իրականորեն փոխել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների բնույթը եւ այդ փոփոխությունները բերել են նրան, որ այս պահին ըստ էության մեծ տարածաշրջանում, մեծ մերձավոր արևելք, Ռուսաստան, մինչև նույնիսկ եվրոպական հատվածներ, հավանաբար Հարավային Կովկասը ամենակայուն, ամենաանվտանգ հատվածն է։ Եթե ուշադրություն դարձնենք, հռչակագրից հետո բավական աշխատանք է իրականացվել, սկսած տրիպի վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերումից մինչև օրեր առաջ բացվեց Հայաստանում առաջին արհեստական բանականության գործարանը, Ադրբեջանը որոշակի համաձայնությունների է հասել, այդ թվում ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլ նաև եվրոպական երկրների հետ։ Դե Հայաստանի մասին չեմ խոսում, Հայաստանը բնական է, որ շատ ավելի մեծ առաջընթաց է գրանցել եվրոպական երկրների հետ։ Ի վերջո բավական առաջընթաց կա նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման գործում, մենք ունենք առևտուր, որը տեղի է ունենում Ադրբեջան-Հայաստան գծով, մենք ունենք էներգակիրներ, որոնք Հայաստանը ձեռք է բերում Ադրբեջանից, մենք ունենք շատ ավելի քիչ վտանգներ պարունակող հայտարարություններ Բաքվից, եթե համեմատենք մինչև նախորդ տարվա օգոստոսի 8-ը հնչած հայտարարությունների հետ։ Իհարկե խնդիրներ կան, խնդիրները բավական շատ են եւ այդ խնդիրների լուծումը ժամանակ է պահանջում, այդ թվում նաեւ խնդիրներ կան սուբյեկտիվ բնույթի։ Օրինակ Ադրբեջանը դեռևս չի իրականացնում քայլեր, որոնք ըստ տրամաբանության խաղաղության գործընթացում պարտավոր էր իրականացնել, ընդհանրեն կրթական համակարգում հայատացության այդ խոսույթի գոնե աստիճանական վերացում, չենք տեսնում նման բան։ Բայց ակնհայտ են նաև դրական արդյունքները։ Տեսեք, մենք 1 տարվա կտրվածքով, եթե դիտարկենք, սահմանին չենք ունեցել կրակոցներ, չենք ունեցել զոհեր, բայց միևնույն ժամանակ մենք չենք ունեցել ստորագրված խաղաղության պայմանագիր։ Այո։ Հնարավոր էր արդյոք այս 1 տարվա ընթացքում իրագործել խաղաղության պայմանագիրը ստորագրման տեսքով, եւ եթե դա տեղի չի ունեցել, ապա ինչը կամ ով է դա արգելակել։ Գիտեք, օգոստոսի 8-ին տեղի ունեցած գործընթացները չէին ենթադրում, որ անպայմանորեն խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է։ Այո, նախաստորագրում մենք այդ օրը ունեցել ենք եւ այդ նախաստորագրումը էական քայլ էր Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացներում, բայց գիտենք, որ Ադրբեջանը ունի նախապայման, այդ նախապայմանը Հայաստանի սահմանադրությունն է։ Հնարավոր էր արդյոք ստորագրել, եթե Հայաստանի իշխանությունները արագ սահմանադրության տեքստ փոխեին կամ միայն այդ մի հատվածը նախաբանը հանեին, դնեին հանրակրվեի եւ այն անցներ, կարծում եմ հնարավոր է ստորագրված լիներ, բայց դա չէր բխի Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետեւ այդպես արագ սահմանադրություն չեն փոխում, առավել եւս որ սահմանադրության փոփոխությունը մեզ առաջին հերթին պետք է ոչ թե նախաբանը հեռացնելու, այլ այնտեղ բավական խնդիրներ կան կապված հասարակություն պետություն փոխհարաբերությունների հետ եւ դրա համար ժամանակ էր անհրաժեշտ։ Ցավոք սրտի, ինչպես ժողովուրդն է ասում, ուրբաթը շաբաթից շուտ եկավ եւ ստացվեց այնպես, որ Հայաստանի ազգային ժողովի նոր կառուցվածքը մտցրեց սահմանադրության խնդրի մեջ նաեւ Ռուսաստանին, որովհետեւ այն երկու քաղաքական ուժերը, որոնք ինստիտուցիոնալ ընդդիմություն են խորհրդանում, ակնհայտորեն պաշտպանելու են եւ պաշտպանում են արդեն Ռուսաստանի շահերը։ Սա նշանակում է, որ սահմանադրություն փոխելու հարցը եւս, քանի որ 70 պատգամավոր քաղաքացիական պայմանագիրը չունի, առնչվելու է Ռուսաստանի շահերի հետ։ Սա իր հերթին նշանակում է, որ սահմանադրությունը փոխել հիմա հնարավոր չէ։ Ինչն նորից նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում դեռևս լավատեսություն չկա։ Բայց 1 տարվա ընթացքում խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներ հնարավոր էին, կարծում եմ հնարավոր էին եւ հնարավոր են սրանից հետո էլ։ Ոչ թե պայմանագրի ստորագրման տեսքով, այլ պայմանագրում որոշ կետերի իրականացման տեսքով, որովհետեւ ի վերջո Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են ինչ-որ մի կետի շուրջ համաձայնության գալ, ենթադրենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Եվ պարտադիր չէ, որ դրա համար ամբողջ պայմանագիրը ստորագրված լինի։ Դուք ասում եք Ադրբեջանի նախապայմանը շարունակում է մնալ մեր սահմանադրության նախաբանի հեռացումը, բայց եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները գնային դրան, թեև մենք նշում ենք
որ սահմանադրության փոփոխության հարցը բացառապես մեր ներքին օրակարգի հարց է, ոչ թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման տիրույթում ընկած որևէ խնդիր, բայց այդուամենայնիվ, եթե նույնիսկ դա է պատճառը արգելակման Ադրբեջանի կողմից, դրա բացակայության դեպքում արդյոք Ադրբեջանը կգնա պայմանագրի ստորագրմանը, եւ դրան զուգահեռ մենք պարբերաբար քննարկել ենք հարցը, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումը բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի ցանկությունների եւ կարողությունների տիրույթում չի ընկած։ Այդ դեպքում ո՞նց է ստացվում, որ միայն այդ նախապայմանն է այսօր արգելակ դառնում Ադրբեջանի ձեռքին, որ չի ստորագրվում պայմանագիրը։ Փաստացի ձեր հարցի մեջ կա նաեւ հարցի պատասխանը, այո, խնդիրը միայն սահմանադրությունը չէ։ Ես նշեցի, որ սահմանադրության նախապայմանը գոյություն ունի եւ այդ նախապայմանը Ադրբեջանը շարունակում է կիրառել պայմանագրի չստորագրելու համար, բայց դա չի նշանակում, որ իրական պատճառը հենց դա է։ Շահերի չհամընկնելն է իրական պատճառը։ Այս պահին Ադրբեջանի շահերից չի բխում ստորագրել պայմանագիր եւ չկա դեռևս մեկ այնպիսի ուժ, այնպիսի կենտրոն, այնպիսի, չգիտեմ, երկիր, որը կառաջարկի Ադրբեջանին այն, ինչը հավասարարժեք կլինի պայմանագրի ստորագրմանը։ Եթե լինի այդպիսի երկիր, այդպիսի ուժ կամ այդպիսի ինչ-որ դերակատար, շատ հնարավոր է, որ Ադրբեջանը չսպասի սահմանադրության։ Բայց դերակատար եղավ, երբ որ ստորագրվեց Վաշինգտոնյան հռչակագիրը։ Ինչու այդ դերակատարությունը կամ մեկ այլ դերակատարություն ի հայտ չի գալիս շարունակության համար։ Ես նորից նշեմ, խնդիրը այստեղ այն չէ, ինչ որ մեկը դրա վերաբերյալ ինչ որ բան անում է, թե չէ։ Խնդիրն այն է, որ այդ արածը դեռևս բավարար չէ, կամ Բաքվում բավարար չի համարվում, այսինքն հավասարարժեք չէ նրան, ինչ Ադրբեջանը կարծում է, որ տալու է պայմանագիրը ստորագրելիս, նրա հետ ինչ որ նա դրա դիմաց ստանալու է։ Բացերը, որոնք այս 1 տարվա ընթացքում նաև մեր ընդդիմադիր դաշտում կամ փորձագիտական հատվածում քննարկում են, վերաբերում է նաև այն բանին, որ մենք դեռևս շարունակում ենք ունենալ չլուծված հարցեր Հայաստանի տարածքների օկուպացիայի հետ կապված, սահմանազատման հետ կապված, Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների հետ կապված։ Թրիփի դեպքում էլ դե էլի լավ է, բայց հստակ չեն ժամկետներ ի վերջո վերջնականապես երբ է սկսելու շինարարություն այս ենթակառուցվածքի։ Մասնավորապես օկուպացիայի հետ կապված հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել կամ հասնել խաղաղության, երբ այս հարցը առկա է։ Տեսեք, խնդիրները բազմաթիվ են եւ այդ բոլոր խնդիրները պարտադիր չէ որ լուծվեն մեկ փաթեթով։ Մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ գործընթացները գնում են մեկը մյուսից անկախ։ Տեսեք, կա խնդիր խաղաղության պայմանագրի հետ կապված, բայց դա չի խանգարում, որ օրինակ հաստատվի եւ վավերացվի սահմանագծման սահմանազատման կանոնակարգը։ Չի խանգարում նաեւ, որ սահմանազատումը ի վերջո շարունակվի։ Ես կարծում եմ, որ դրան մենք ականատես կլինենք շատ մոտ ապագայում։ Այս բանը կանգնած է, բայց եթե այն առանձին դրվագով է ընթանում։ Այո, տեսեք, հարցն այն է, որ բոլոր այդ դրվագները ունեն առանձին իրենց արգելակիչները եւ առանձին իրենց խթանիչները։ Եթե սահմանազատման սահմանագծման գործընթացի շարունակություն լինի, դա չի նշանակում, որ խաղաղության պայմանագրի հարցում մենք ունենք առաջընթաց եւ հակառակը։ Եթե չլինի, դա չի նշանակում խաղաղության պայմանագրին է խանգարում, որ սահմանազատում սահմանագծում գծման հարցում մենք առաջընթաց չունենք։ Բոլոր խնդիրների վերաբերյալ կան որոշակի առանձին մեկը մյուսի հետ կապ չունեցող, որոշ դեպքերում իհարկե կապ ունեցող էլ, բայց հիմնականում կապ չունեցող գործոններ։ Օրինակ, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում դուք նշեցիք, տրիպը դեռևս չի սկսել կառուցվել, եւ դա ակնհայտ խոչընդոտ է։ Ես կարծում եմ այն պահին, երբ էքսկավատորները սկսեն աշխատել, երբ արդեն տրիպի գործընթացը սկսվի, Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանան շատ ավելի կառուցողական կերպով ունենալ նոր խոսակցություն այլ հատվածներում ենթակառուցվածքների ապաշրջափակման, ավելի կոնկրետ սահմանի բացման վերաբերյալ։ Բայց ինչ ժամկետներում է դա հնարավոր պատկերացնել։ Դե կան լավատեսական գնահատականներ, որ մինչև այս տարեվերջ հնարավոր է տրիպի կառուցումը սկսվի։ Եթե դա տեղի ունենա, հաջորդ տարվա ընթացքում կարող ենք սպասել սահմանի վերաբերյալ առաջընթացի, ընդ որում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ հայ-թուրքական սահմանի վերաբերյալ։ Դուք ասացիք դրական կետերում, որ Արևտուրքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այո, կա, բայց դա միակողմանի է եւ մենք Ադրբեջանի տարածքով կարողանում ենք իրականացնել որոշակի գործընթացներ, բայց փոխարենը հակառակ ուղղությամբ չենք կարողանում դա անել։ Ինչու՞։ Դե տեսեք, ես ասացի, որ առանձին գործոններ կան, որոնք ազդում են։ Մենք Ադրբեջանը ոչինչ չենք կարողանում արտահանել, որովհետև Հայաստանի արդյունաբերությունը պատրաստված չէ Ադրբեջանի համար որևէ բան արտադրելու եւ արտահանելու համար։ Կա
փայլաթիթեղի հետ կապված հարց, որը ես գիտեմ, որ բավական բարձր մակարդակում քննարկվում է, եւ այստեղ գուցե առաջընթաց լինի, բայց քանի որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի շուկան հիմնականում վերադասավորվել է, որպեսզի ԵԱՏՄ-ին համապատասխանի եւ կարողանա ԵԱՏՄ շուկանային ինչ-որ բան արտահանել, նման նոր շուկայի ձևավորումը ժամանակ է պահանջում, որպեսզի մեր տնտեսվարողները կարողանան հասկանալ, թե այդ շուկային ինչա պետք, այդ շուկային անհրաժեշտ ապրանքը արտադրեն, որից հետո նոր կլինի արտահանում։ Թեև նշեմ, որ որոշ պարզ արտադրանքներ, ընդհանրապես գյուղմթերք կամ նման բան կարող է հիմա էլ արտահանվել, այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի ըստ ամենայնի, եւ եթե քաղաքական հարցերը լուծվեն, կարծում եմ նույնիսկ կարճ ժամանակ անց մենք կարող ենք տեսնել արտահանում Հայաստանից Ադրբեջան։ Թեև մեկ արտահանում արդեն տեսել ենք շատ փոքր քանակի, դրա մասին լրատվականները գրեցին, բայց այսպես ասենք, պարբերաբար արտահանումների մասին խոսելիս պետք է հասկանանք մեր արտահանման հնարավորությունները։ Պարոն Ղևոնդյան, շատ կարևոր է նաև տեսնել այս պայմանագրի կամ Վաշինգտոնյան համաձայնության ավելի լայն սպեկտրը, հասկանալու համար, թե այս փաստաթղթի ստորագրումը կամ հռչակագրի ընդունումը ինչ ազդեցություն է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի վրա գլոբալ առումով եւ նաեւ ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում ոնց է փոխվել, նկատի ունենալով Ռուսաստանի եւ Իրանի ավանդական ազդեցության գոտիները։ Գիտեք, սկզբում ես ասացի, որ տարածաշրջանը դարձել է այսպես անվտանգության կղզյակ, փոքր տարածաշրջանը իհարկե Հարավային Կովկասը, եւ այստեղ էական նշանակություն ունի ոչ միայն այն, որ Միացյալ Նահանգները փաստացի բավական մեծ ազդեցության պաշարով եկել է տարածաշրջան, այլ նաեւ այն, որ այդ պաշարը եկել եւ հավասարակշռել է այլ ազդեցություններ, այդ թվում եւ առաջին հերթին Ռուսաստանի ազդեցությունը։ Եկեք հիշենք, դուրս մղելու փոխարեն հավասարակշռություն է ստեղծվել։ Գիտեք, որևէ մեկը Ռուսաստանին դուրս չի մղել տարածաշրջանից։ Ռուսաստանը ինքն իրենով հեռացել է տարածաշրջանից 2020-23 թվականներին, երբ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք կային Հայաստանի հետ, չի իրականացրել, Ադրբեջանի հետ ձեռք բերած նոր պայմանավորվածություններն էլ փաստացի մնացել են այդպես օդի մեջ, որովհետեւ իրական տեղ չեն տարել։ Հիշենք 2022 թվականի փետրվարի 22-ին ռազմավարական համաձայնություն, ռազմավարական դաշնակցության համաձայնություն է կնքվել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև։ Եթե ուշադրություն դարձնենք այդ համաձայնության կետերին, ապա դրանց առնվազն կեսը խախտվել են այս 3-4 տարիների ընթացքում, որովհետև ի վերջո Ռուսաստանը փաստաթղթեր կնքում է ոչ թե այդ փաստաթղթում գրվածը անելու համար, այլ դրանց ենթատեքստերում ինչ-որ բան առաջ մղելու համար։ Դա Հայաստանում վերջապես հասկացել են վերջին 3-4 տարիներին, Ադրբեջանում կարծում եմ վաղուց էին հասկացել եւ կարողացել են օգտագործել ի վերջո Ադրբեջանում։ Մենք էլ հիմա հասկանալով դա փորձում ենք այն վակուումը, որը առաջացել է Ռուսաստանի հեռացման արդյունքում, լցնել այնպիսի խաղացողներով, ում հետ մեր շահերը համընկնում են։ Տվյալ դեպքում Միացյալ Նահանգներով, Եվրոմիությունով, արաբական աշխարհով, որոշ դեպքերում Իրան, Չինաստան եւ այլն։ Լավ, 1 տարի անց ինչ կարող ենք սպասել այս համաձայնագրից հետո, ինչի մասին կարող ենք քննարկում ունենալ։ Գործընթացները շարունակական են, գործընթացները առաջ են գնում, ես արդեն ասացի, որ մինչև տարեվերջ լավատեսական գնահատականներով գուցե հողի վրա սկսվի տրիպի շինարարությունը, ինչը ակնհայտորեն դրական, ել ավելի շատ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում անվտանգային միջավայրի վրա, շատ մեծ խնդիր է կամ այդ սկսվելու գործընթացին շատ մեծ խնդիր է կամ կարելի է ասել որոշակի հետաձգող գործոն է Իրան-ամերիկյան կամ Իրան-իսրայելյան պատերազմը, որը հուսանք շուտով կավարտվի, ինչ որ արդյունքով, այստեղ արդեն արդյունքը այնքան էլ էական չէ տրիպի համատեքստում, որից հետո շատ ավելի արագ կարելի է սպասել տրիպի իրականացում։ Ինչ վերաբերում է մյուս համաձայնություններին, ապա գործանի մասին արդեն նշեցինք, Ադրբեջանի հետ համաձայնությունների հարաբերությունների կարգավորման հնարավոր զարգացումների մասին։ Ես նշեցի, տեսեք, եթե սկսվում է տրիպը, ամենայն հավանականությամբ ես կանխատեսում եմ, որ Ադրբեջանը մի քանի այլ ուղղություններով շարունակում է գործընթացները, դա վերաբերում է սահմանազատման գործընթացին, դա վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, առևտրին, ընդհանուր սահմանի բացմանը, հայ-թուրքական սահմանի բացմանը, որի բանալին իրականում Բաքվում է, այսինքն ինչքան ավելի մեծ լինի առաջընթացը մեկ ուղղությամբ, այնքան այն կխթանի առաջընթացը նաև այլ ուղղություններով։ Լավ, մի քանի շեշտադրումներ անենք այսօրի այլ կարևոր քննարկումներից մեկից, մասնավորապես ազգային ժողովում տեղի ունեցող քննարկումներին։ Հետևում եք։ Իհարկե։ Օրինակ զարմանալի եղավ ձեզ համար, որ մինչև ընտրությունները պարբերաբար խոսում էինք այդ մասին, որ ռուսամետ ընդդիմադիր ուժերը
վերցրեցին նախագահությունը ազգային ժողովի հանձնաժողովներից մեկի, որը զբաղվելու է եվրոպական ինտեգրման հարցերով։ Այսինքն ուժեղ Հայաստան խմբակցությունն ազգային ժողովի ղեկավարելու է հանձնաժողովը եվրոպական ինտեգրման։ Սա զարմանալի է, թե չէ։ Եկեք երկու բան հաշվի առնենք։ Առաջինը կարևոր չէ թե ով է նախագահը հանձնաժողովի, ի վերջո հանձնաժողովի անդամների մեծ մասը լինում են մեծամասնությունից, այնպես որ եթե ինչ-որ հարց լինի էական մեծ խնդիրներ առաջացնելու ունակություն ունեցող, այդտեղ հանձնաժողովի նախագահը մեծ դեր չի խաղալու։ Եվ երկրորդը ես նշել եմ մի առիթով, ցանկանում եմ կրկին կրկնել, Հայաստանի Հանրապետության իշխանության կառուցվածքը այնպիսին է, որ ազգային ժողովը ըստ էության արտաքին քաղաքականություն չի իրականացնում։ Ազգային ժողովի կարգավորման տիրույթներում են հիմնականում այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են հասարակական հարաբերություններին, պետության եւ հասարակության միջև փոխհարաբերություններին, պետության գործողություններին ներքին, գուցե նաև տարածաշրջանային մակարդակներում եւ այլն, բայց որոշումները իրենք չեն կարողացնում։ Բայց դե խորհրդարանական հարթակն էլ իրականացվում է։ Խորհրդարանական հարթակը ունի, բայց տեսեք, ընդհանուր առմամբ խորհրդարանը ինքը իրենով ըստ տրամաբանության պիտի լինի արտաքին քաղաքականության որոշակի օղակ։ Խորհրդարանական դիվանագիտություն գոյություն ունի, որը պետք է աշխատի, որը պետք է հարցեր լուծի, որը պետք է որոշումներ գեներացնի եւ այլն։ Բայց հարցն այն է, որ Հայաստանի ազգային ժողովը դա չի անում։ Ինչու դա չի անում, որովհետև կառուցվածքն այնպեսին է, որ որոշումների կայացման կենտրոնը տեղափոխված է գործադիր իշխանություն։ Եվ մենք դրանում համոզվել ենք վերջին համարաբար 10 տարիներին, որովհետև անմիջապես համացան փոխելուց հետո 2015 թվականից հետո թեև իրականում 2018-ից փոփոխությունը եղավ եւ վարչապետը դարձավ գործադրի նախագահ, բայց միևնույն 2015-ից հետո նախագահի մակարդակում էլ որոշումները երբ կայացվում էին կիսանախագահական համակարգում, միևնույն է ազգային ժողովը էական դերակատարում այդտեղ չէր ունենում։ Նույնը հիմա է, ազգային ժողովը էական դերակատարում արտաքին քաղաքականությունում չունի։ Ավելին, Հայաստանի ազգային ժողովը ցավոք սրտի դարձել է այնպիսի մի տեղ, որտեղ ավելի շատ են ցուցադրական դրսևորումները, ներկայացումները, մեկը մյուսի նկատմամբ առավելություն ստանալու, ժողովրդի մոտ ցույց տալու, թե իրենք ինչքան ավելի շատ են ժողովրդի մասին մտածում, կամ մյուս կողմին անվանարկելու նմանատիպ մի տեղ, որտեղ տեղ են ունենում ինչ-որ շոուներ, ներկայացումներ եւ ինչ-որ այդպիսի բաներ։ Եվ այդտեղ որևէ հանձնաժողով ունենալը ճիշտ ասած չեմ կարծում, որ էական լծակ է գործընթացները արգելակելու համար։ Գուցե որոշակի ազդեցություն կունենա։ Բայց տրամաբանական որևէ բացատրություն դուք գտնում եք, թե ինչու իրենք ընտրեցին հենց այս հանձնաժողովի նախագահությունն են դեպքում, որ իրենք ունեին հնարավորություն այլ հանձնաժողովներ ընտրելու։ Ամենատրամաբանական որոշումն էր սա, որովհետև իրենք ունեն խնդիր հնարավորինս ազդեցություն գործելու, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը տեղի չունենա կամ հնարավորինս թույլատնելու դրա տեմպերը։ Այսինքն ցանկությունը դա է, բայց ձեր կարծիքով լծակներ չեն ունենա։ Այո, ցանկությունը դա է, բայց շատ ճիշտ ձևակերպեցիք, բայց լծակները այդքան էլ շատ չլինի, այդքան մեծ չլինի։ Գիտեք, շատ ավելի զարմանալի, շատ ավելի ծիծաղելի եւ անհասկանալի է, երբ մարդու իրավունքների հանձնաժողովը վերցնում է մի խմբակցություն, որի ղեկավարի նախագահության ժամանակաշրջանում Հայաստանում մարդու իրավունքներ բառերը նույնիսկ ծիծաղել էր արտասանելը։ Իմիջիայլոց Հայաստան Դաշինքը դեռ մինչև վերջերս ասում էր, որ կարող է չվերցնեն հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հետո կհասկանանք, բայց ոնց որ թե գիտեք, երբ տեսան, որ ուժեղ Հայաստանը վերցնում է, երբ տեսան, որ քաղաքացիական պայմանագիրը համաձայն է եւ տալիս է, հավանաբար մտածեցին ինչու ոչ, մենք էլ ինչ-որ միտեղ էլ մենք լինենք։ Իդեպ, պարոն Գարմոզյան, ելի քննարկումների առիթ դարձավ այն, թե ինչու դիմադիր խմբակցության նախագահի, փոխնախագահի պաշտոնում ընտրվող պատգամավոր Արամ Վարդևանյանին ԿՊ խմբակցությունը միաձայն մեկ անգամից միաձայն չէ, մեկ անգամից հնարավորություն տվեց ընտրվելու այն դեպքում, երբ մենք Իշխան Սաղաթելյանի դեպքն ենք հիշում, մի քանի փորձից չէին ընտրում։ Սա ինչպես հասկանալ։ Ես կարծում եմ, չգիտեմ, դա սա հումոր կամ Իմիջիայլոց հիշեցնեմ, որ իշխանությունն ասում է, որ լեգիտիմ չեն դիմությունն ասում է, որ իշխանությունը լեգիտիմ չէ։ Խոսքով ոչ լեգիտիմ խորհրդարանում ամեն ինչ լավ է ընթանում։ Գուցե նաև որպես հումոր ընկալվի, բայց ես իսկապես այդպես ենթադրում եմ, որ քաղաքացիական պայմանագրում վախեցել են, որ կարող է հանկարծ այլ տեխնացու ներկայացնեն, ի վերջո քաղաքական առումով համեմատության մեջ ամենամեղսունակը այդ խմբակցությունում հենց Արամ Վարդևանյանն է։ Կարող էին այնտեղ առաջադրել, չգիտեմ, Էդգար Ղազարյանին, Գառնիկ Դավթյանին կամ մեկ ուրիշ որևէ մեկին, որը նորից քաղաքական գործընթացների առումով շատ ավելի, չգիտեմ, գլխացավանք կլիներ քաղաքացիական պայմանագրի համար, քան Արամ Վարդևանյանը։ Այսինքն ընտրել են
վատի եւ վատագույնի միջև գտել են, որ այս պահին քանի դեռ հնարավոր է ընտրել այս մարդուն, գոնե ընտրենք իրեն, որը գոնե կապակցված խոսք է կարողանում ասել։ Եվ վերջին հարցը բովանդակային առումով դուք տեսնում եք քաղաքական քննարկումներ ազգային ժողովում եւ արդյոք եթե համեմատելու լինենք դեռ իհարկե առաջին նիստերն են, բայց այդուամենայնիվ կարծես թե բարեվարկության շրջանակները պահպանվում են, նման առաջարկը եղել էր Ռուբինյանի կողմից եւ կարծես թե մինչ այս պահը պահպանվում են, բայց 8-րդ գումարման ազգային ժողովի բովանդակությունը քաղաքական առումով որևէ կերպ կարող ենք համեմատել ներկայի ազգային ժողովի ընդհանուր քննարկումների հետ, թե կարող ենք ասել, որ հիմա ավելի քաղաքական բովանդակություն կգեներացվի այստեղ։ Գիտեք, եթե համեմատենք, պիտի համեմատենք 8-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման ժամանակաշրջանի հետ, որովհետև միայն ձևավորման ժամանակաշրջան ենք հիմա տեսնում։ Ընդհանուր աշխատանքի հետ կհամեմատենք, երբ կգան արդեն նստաշրջանները, քարորյաները։ Այն ժամանակ այդ համեմատած որևէ տարբերություն չեմ տեսնում, ինչպես այն ժամանակ էին տեղի ունենում գործընթացները, այնպես էլ հիմա են տեղի ունենում։ Մի փոքր տարբերությամբ, որ քաղաքացիական պայմանագիրը մի փոքր ավելի բայրացկամ է, ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքների նկատմամբ, որովհետեւ այն ժամանակ հիշում ենք, այնպիսի մարդկանց էին առաջադրել մի կողմից դա էր խնդիր, որոնք որևէ կերպ ընդունելի չէին, օրինակ Ղազանյանի տեխնացությունը Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, եւ մյուս կողմից էլ քաղաքացիական պայմանագիրը այս անգամ այդ առաջադրված անձանց ընտրում է, հավանաբար իրենց փորձը նկատի ունենալով, որովհետեւ նախորդ անգամ չէին ընտրում, դրանից հետո գալիս էր ավելի վատը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք։